հարցը այնքան խորքային ու այնքան կարևոր է մեր համար։ Դուք մենակ տրանսպորտի հետ կապված հարցում մի նայեք, անցման հարց։ Թե դիմաց փոխանցի կոնյակի գործարան։ Նաև կա մաքսինա ընկերություն, նաև կա տարբեր հիմնարկներ, որոնք ունեն մոտավորապես համայնքից 300-400 աշխատող։ Դուք պատկերացնեք օրական կտրվածքով այդ 400 մարդը, այդ մայրուղին պետք է հատի, որից հետ կա։ Կան տարիքով մարդիկ, կան քայլելու հետ կապված խնդիր ունեցող մարդիկ, կան գեր մարդիկ։ Ինչ վերջը աղետ լինի, որ հասկանան, դուք նաև իրավիճակ, ասենք, մենք, որ այս խախտում է, թե խախտում չի, իջի ու գանվում մարդը, որ խախտում անում, իջի ու գանվում։ Ես գոնե ժամանակավոր առաջարկել եմ պարեկային ծառայություն։ Պարեկը ծանգում է, որ մարդկանց փողոցը գոնե անցկացնել, մինչև հարցի լուծում ստանալը։ Այդ արդեն գիտեք ինչքան տևական ժամանակ։ Ասեմ, այս տրանսպորտի հարցները հետո նորից սրվում է այդ հարցը։ Հիմա նայեք, հիմա ավելի կոնկրետ բացատրեմ։ Համայնքի բնակիչը ուզում է օգտվել 59 համարից, չէ՞։ Բնականաբար պետք է վերևից ներքևից, չէ՞։ Բնականաբար պետք է փողոց անցնել, որ օգտվի տրանսպորտային միջոցով։ Մի հատ ես ուզեմ հարցի անհետեքությունը նայել։ Վերևում որ նայեք, դրանն է Կովկաս համալիր։ Ավտոբուսը հասցվել է Կովկաս համալիր, այնտեղից պտտվում հետ է գալիս։ Մենք ասում ենք, այդ Կովկաս համալիր հասցնելու հատար, դուք չեք պատկերացնում իմ վիճակը, հիմա այս պահին։ Դուք ազդու խոսք եմ ասում, չեք պատկերացնում։ Ոնց կարա տրանսպորտի ծախսը անեն հասցնել, ապա դե չանցնված պետք է լինի առավելագույն ուղղորդ փոխադրում իրականացնել։ Ինչ հայ-թուրքի սահման, վերջը, ինչ մեր համայնքին պատժում են դրան։ Ինչ հասա, անհետեքության աստիճանը չեմ հասկանում։ Ինչի համար ենք մեզ սրա, ասում են կարող է որ փոխադրում, եղբայր չի բավարարում, դա մեզ չի բավարարում, ի սկզբանե ասել են, դա մեզ չի բավարարում, իրենք սպարտականությունը, որ մոնիտորինգի ընթացքում չեն ապահովում, վաղը որ ուսանողներ ունենանք, վաղը որ բացվի այս ամեն ինչը կամ ձմեռ կա, աշուն, ամառ կա, վերջ այս հիմա չեն անում, վաղը մենք ինչի առաջ ենք կանգնում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, եթե չեմ թողելու մենք մեր լիարժեք գործողությունները անել, մենք ուղղակի ստիպված ենք կլնելու անելու, մենք ամեն ինչ անելու ենք, մենք փողոցից տուն չենք գնալու, մինչև հարցի լիարժեք լուծումը չստանանք։ Դուք բանակցում եք, չէ՞ ինչ որոշվեց։ Այս բանը ոստիկանների հետ էինք բանակցում։ Ոստիկանների հետ ըստ էության որոշակի հանգման չենք։ Քիչ առաջ քաղաքացիներ բողոքում էին, ասում էին, ոստիկանները խոչընդոտում էին, որպես քաղաքացիներ անցնեն եւ տրանսպորտ նստեն այդ հարցին լուծում տրվեց։ Ես գալիս եմ, լսում եմ ալու։ Այդ հարցին լուծում տրվեց, թե ոչ։ Ոչ մի հարցի լուծում չտրվեց, ըստ էության ոստիկանությունը շատ կոշտ ձևով ասում է, որ մենք չենք թողելու, դուք փողոց փակեք։ Մենք էլ ասում ենք, շատ լավ, դուք արեք ձեր գործառույթը, մենք էլ կանենք մեր գործառույթը։ Հնարավորության դեպքում փողոց էլ կփակենք մեր սահմանադրությամբ լիարժեք մեր սահմանադրությամբ տրված իրավունքով։ Հիմա ես ասեմ, հարգելի լրագրող, մենք նույն ձև այս մարդկանցով այս փողոցը փակել ենք եւ իշխանություն ենք ընտրել։ Եթե մենք փողոցը չենք փակում, արդյունքի չենք հասնում, որտեղ այն ժամանակ էլ որևէ օրենքով վարչապետը չէր կարող ընտրվել ուժով, ժողովրդի ձայնով վարչապետը հանրապետական կուսակցությունը ընտրեց եւ դարձավ վարչապետ։ Որևէ օրենքի խախտում մենք չենք անում։ Եթե իրենք մեզ մեղադրում են օրենքի խախտման մեջ, ընդունում են, ակամայից ընդունում են, որ իրենք անօրինական անցած իշխանություն են, հասկանում եք, ըստ նորբությունը որն է։ Ես հորդորում խնդրում եմ ոստիկանությունը, այս անընդհատ խնդրելու եմ, որպեսզի լիարժեք թողի, որ մեր իրավունքները կատարեն։ Այս պահին ես արձանագրում եմ, որ ոստիկանությունը իր լիազորությունները չարաշահում։ Շնորհակալ եմ։